Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը, կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկվեցին ոստիկանության 4 ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։ Կարգապահական հանձնաժողովը, որը կոչված է ապահովելու ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ վերահսկողություն եւ առաջնորդվում է հրապարակային թափանցիկ գործելավոճով, պարզելով փաստական հանգամանքները, որոշում կայացրեց հիշյալ ծառայողներից 3-ի նկատմամբ կիրառելու ոստիկանությունից ազատում կարգապահական տույժը, իսկ մեկ ծառայողի նկատմամբ նյութերը քննարկել լրացուցիչ։ Քանի որ սա ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 2016 թվականի վերջին նիստն էր, հանձնաժողովի նախագահ Հունան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին օբյեկտիվ քննարկումների եւ արդյունավետ համագործակցության համար, հաջողություններ մաղթելով գալիք տարում։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի դեկտեմբերի 16-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը։ Արձանագրվել է զենք զինամթերքի առգրավման 1 եւ թմրանյութի հայտնաբերման 2 դեպք։ Բացահայտվել է գողության 15, խարդախության 6, կաշառակերության 2 եւ դրամանենգության 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7, սպանության փորձի եւ մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 19-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում եւ Մայրաքաղաքում։ Դեկտեմբերի 12-ից 18-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 36 տրանսպորտային միջոց, որից 30-ի վարորդները մեքենան վարել են ոչ ստապ վիճակում, իսկ 6 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար։ Մարզերում դեկտեմբերի 12-ից 18-ը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 27 տրանսպորտային միջոց, որից 23-ի վարորդները մեքենան վարել են ոչ ստապ վիճակում։ 9 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել մեքենան թաղանթապատված հողմապակիով վարելու, իսկ 12 վարորդի ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով երթևեկելու եւ այլ խախտումների համար։ Դեկտեմբերի 20-ին Երևանի ժամանակով ժամը 14-ից 16-ը արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police։ Հարցեր կարելի է ուղարկել նաև presspolice.am, դիմում police.am էլեկտրոնային հասցեներին։ Իրազեկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը։ Անձնագրային գործողությունների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափեր, հին նմուշի անձնագիր 1000 դրամ, հին նմուշի անձնագրում օտարերկրապետությունում վավերականության նշում կատարելու յուրաքանչյուր 1 տարվա համար 1000 դրամ, նույնականացման քարտ 3000 դրամ, կենսաչափական անձնագիր 25000 դրամ, 16 տարին լրացած անձի հաշվառում 1000 դրամ, 16 տարին լրացած անձի հաշվառման տեղեկանք 1000 դրամ, պետական տուրք չի գանձվում, հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելիս, հանրային ծառայությունների համարանիշ ստանալիս, 16 տարին չլրացած երեխային հաշվառելիս, 16 տարին չլրացած երեխային հաշվառման տեղեկանք տրամադրելիս, հին նմուշի անձնագիրը 16 տարեկանը լրանալուց հետո առաջին անգամ տրամադրելիս, հին նմուշի անձնագիրը կամ նույնականացման քարտը աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամին տրամադրելիս, նույնականացման քարտն առաջին անգամ տրամադրելիս,
Եթե 16 տարին լրանալուց հետո անձը չի ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս, երբ դիմողը միայնակ կենսաթոշակառու է, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձ։